գործի վերաբերյալ նախ ինձ հետաքրքիր է այս ուսուցմունքը հանրային մեղադրող արժանահավատ համարումա թե չի համար։ Շատ հետաքրքիր է իր այդպիսի։ Եթե արժանահավատ համարում, ընդ շատ կարևոր հաստատան տվյալներ հայտնեց, որը պետք է մենք կիրառենք։ Եթե ոչ արժանահավատ համարում, ամենայն դեպս մենք հաստատում իրավունք ունենք, ես կխնդրեի հաստատում դատարանը պայմաններ ստեղծել, որպեսզի ես մի շարք հանգամանքներ կա, որ հաստատում դեպքում վեր ճանաչել, պայմաններ ստեղծեք, հետո տեսազանգի միջոցով փորձենք այդ բանը մեր իրավունքից օգտվենք։ Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ կյանքը ոչ միայն նախագծում չեմ եղել, այդ մարդը չեմ էլ ճանաչում, մի անգամ եմ տեսել, դեպքից երևի 6 ամիս։ Հիմա անցնենք հաջորդին, այս մարդը ինչ ասում, ասում է հաշտ ենք բացել։ Հիմա ես շոկ հատկանիշներով ներառում եմ հանցագործության մեջ, որտեղ ըստ ներկայացվածի նշանակում է, որ գումարը փոխանցվել տվյալ անձի հաշվի համարին, այսինքն առկա է այս բանին գումար ստացողը եւ գումար փոխանցողը։ Ուղղակի շատ հետաքրքիր է ինչն է պատճառը, որ այդ մի հատ կտոր չեք բերում ներկայացնեք, համ փոխանցողը ցույց տա, որ գումարը փոխանցել, համ ստացողը, որ ինքը իր հաշվին այդ գումարը ստացել է։ Ասենք այդ մարդուն հարց եք տալիս գումար փոխանցել, ասում է ես դե իրար չեմ, ասում SMS-ը մարդուն ասում է ես դե իրար չեմ, ասում է անսարին եմ ես ուղղակի, անսարը նաև ցույց ունի, որ երբեք կյանքում չի ճանաչել իրար, որ երբեք իմ կյանքում համագործություն չեմ կրել։ Անձնակրի պատճեն խոստացա, որ պետք է ներկայացնում չներկայացվեց, ես դատարան ուշադրության եմ հատկապես չէր կարար ներկայացնել, որովհետև կյանքում ինքն իմ անձնակրի պատճեն չի ունեցել։ Եթե ներկայացնում, բնականաբար իշխանքով ներկայացված ինչ-որ բան պետք է ներկայացնել։ Հեռախոսահամարները, մարդը նույնիսկ չգիտի ինչ հեռախոսահամարում են կապել, SMS նամակագրության, բովանդակության մասին առհասարակ ոչ մի բան չխոսած, քննիչներ խոսում, որ սենց նամակավարձել Խաչատուր Կոկոբեյանի հեռախոսին ու անհասկանալ է, թե քննիչը որտեղից է պատճառը, որ Խաչատուր Կոկոբեյանի հեռախոսահամարի նման նամակագրություն է եկել, այն դեպքում, որ քրեական վարույթի շրջանակում նման հաստատան գորգություն չունի։ Նշեց, որ պայմանագիր ունեմ, ինչ-որ իրար հետ առնչվել ենք կարել, այդ պայմանագրի քսերոպատճայի կամ ինչ-որ մի բան չներկայացրել, որ տենան ինչ պայմանագիր։ Ես կյանքում այդ մարդը հետ առնչվել չկա։ Չգիտեմ էլ ինչի մասին խոսել։ Բիտքոյնի մասին խոսակցությունը, դրանց շատերի մոտ տպավորություն է, որ բիտքոյնը ես ինչ տիպի հաշիվ է, շատերը երևի տան դեգերգեն այդ հաշվի համարներից, իրենց թվում է բիտքոյնի մի հատ իրահատկություն է, որը տարբերվում է բանկային փոխանցումներից։ Նույն բանկային փոխանցումներն են նույն հաշվի համարն, ուղղակի բանկային համակարգում տվյալ անձի անուն ազգանուն դեպքում է Սուրեն Մանուկյան, բիտքոյնի դեպքում դեպքում է թվեր եւ տարեր։ Այսինքն մարդը նույնականացնելու համար, որ այդ բիտքոյնը հաշվի համարը, թվերը եւ տարերով է ֆիքսում։ Այսինքն, երբ որ ես բիտքոյնից ինչ-որ այդ բիտքոյնի հաշվի փոխանցում կատարեմ, ես չեկել ունենամ, նաև ունենամ պատմություն, փոխանցման պատմություն, թե ես ինչ թվին, ես ինչ ժամին, ես ինչքան գումար եմ փոխանցել, որ հաշվի։ Այսինքն, դա բարդ բան չի, որ Իտալիայի այս կամանքի մեջ եմ, մինչև այսօր հատկապես հանրաքննական մարմինը հայտնում բերել է։ Համ գումար ստացողին, համ գումար փոխանցողին։ Վիդեոյի մասին է խոսում, ասում է վիդեոյի ուղարկի որը հաստատվում է, բայց այդպես էլ մանուց ուսմունքից առհասարակ չերևաց, ինչ վիդեոյի մասին է խոսքը։ Ասենք նորմալ քննչական գործողությունների ժամանակ գոնե ցույց կտամ վիդեոն, ինչի մասին է, որ մարդիկ էլ հասկանան, որ ինչ վիդեոյի մասին է խոսքը։ Բիտքոյնի հաշվից են խոսում, մի հատ բիտքոյնի հաշվի այդ թվերը չեն ասում, որ ինչ թվերի մասին է հաշվի համարի թվերը, այդ հաշվի համարից է փոխանցվել, թե չի փոխանցվել։ Համապատասխանում այդ հաշվի համարը հաշվի համարի թե չէ։ Ասում է վիդեո են ուղարկել, նենց ասում է, հա, ասում է վիդեոն տեսել, ասում է չէ չեմ տեսել։ Բայց մենք տպավորություն ենք փորձում ստեղծել, որ իբր այդ վիդեոն վերաբերում այն վիդեոին, երբ որ օգոստոսի 24-ին ինձ ձերբակալելուց երկու շաբաթ հետո Խաչատուր Կոկոբեյանը երբ որ իր օրը նկարել է վերադասնել ներկայացնում, ասում է հանցագործներն են ներկայացրել, այն դեպքում երբ որ ես այդ ժամանակ կալանքի մեջ եմ։ Հանրային մեղադրողը հաստատում է, որ օգոստոսի 24-ից ունի, բայց բացառությամբ ասում է հեռախոսից է հանվել այդ օգոստոսի 24-ը դրա համար օգոստոսի 24։
Ոչ քանի որ մենք այդ կգաղթում բնականաբար օգոստոսի 24-ը ֆիքսենք օգոստոսի 24։ Բայց դրա համար օրենսդիր մարմինը օրենք ընդունել որ անհայտապույր ստեղծված բանը քրեական չես կարող նախաձեռնել անհայտապույր ստացված վերահսկողության հիման վրա։ Որ նման բաներ այ մարդկանց ասում որ սարքի լուծել չկարեն սարքի։ Այս դրա համար է նախաքննական մարմնի համար օրենսդիր մարմինը նման օրենք Հաշիվ են ասմա բացել, բայց ես չեմ բացել, անսահան եմ բացել ու խոսք էլ չի գնում ինչ հաշվի մասին Հոկոբելյանների հարաբերությունների մասին խոսում, որ իրանք շատ լավ հարաբերությունների մեջ են, նույնիսկ կապերի մեջ են Խաչատուր Հոկոբելյանը երբ որ ես դատարանում հարցաքննության հարցերին հետ պատասխանում, ես իրան այդ հարց ուղղեցի դու իր ճանաչում եք թե չէ Ակնհայտ խաբեց, կամ ես իրա խաբում, կամ Խաչատուր Հոկոբելյանն որովհետև երկուսս մեկ խաբում է, տարբեր իրարամեր բաների մասին է։ Խաչատուր Հոկոբելյանը ցույց տալուց առաջ ասեց մի անգամ եմ խոսացել, երկու ամիս առաջ եմ խոսացել, իսկ ես ցույցմունքը մի տարի առաջ տված ցույցմունք, ավելի շատ, մի տարի 5 ամիս առաջ ցույցմունք։ Այսինքն իրանք դեռևս տարիներ առաջ հարաբերության մեջ են։ Քննիչն էլ անընդհատ փորձում էր չեղել, որ դրա մասին խոսակցություն չգնա, մարդը երեք անգամ ասել, որ Խաչատուր Հոկոբելյանը լավ մարդը Գրիշա Հոկոբելյանից էլ նեղացել։ Ասմա բանի այդ անսարի հեռախոսը զնդել են։ Զնդել են, եթե ես ինչ-որ մեկին զանգ իրեմ, հեռախոսը խնչատ խմարմին զանգել, դոկտորներ ներկայացնի, ինչն է իրենց աշխատում, որ չեն ներկայացնի։ Հիմա ասում եք բանը, քննիչը հարցը տալ ասում եք Սուրե Մանուկյան երբևիցե քեզ հետ կապ հաստատել թե չէ։ Նախ առաջին անկանոնաբանական է հարցը, որովհետև դատարանը սահմանափակել այն շփումները այլ անձանց հետ։ Բնականաբար, եթե ես ինչ-որ մեկ փորձեի շփում ստեղծեի, կդիտարկվեր որպես դատարանի որոշման հակառակ գործողություն ունի։ Իմ ոչ թե իմ շփումները պետք է սահմանափակի, պարզվում է, որ Խաչատուր Հոկոբելյանի շփումները պետք է սահմանափակի, որպեսզի բազմիցս մասնակիցների վրա ազդեցություն չունենա ու պայմանավորվածության արդյունքում նման ցույցում չգործի։ Հարցը տալացնում Սուրե Մանուկյանի ընտանիքի ծանոթ եք, քանի երեխա ունեն։ Այդ նույն հարցը տալ, որ ասես Հոկոբելյան Խաչիկին ծանոթ ես, քանի երեխա ունեն, վստահ եմ, որ ինքը կպատասխաներ այդ հարցին։ Որտեղ ոնց տեսած ցուցմունքից երևաց, որ լավ են ախպերություն են անում, նաև ողջ ունեն Խաչատուր Հոկոբելյանը։ Մարդը հստակ ասում է, չեմ կարող ասել գումար փոխանցվել է թե ոչ, տեսանյութը ինքը նույնիսկ չէր տեսել, ինչ տեսանյութի մասին քննիչ խոսում էր։ Քննիչը ասում է տունը որտեղ պահել են, պարզել են, որ իբր այդ տունը ես եմ վարձակալել, բնականաբար այդ տունը որտեղ ես վարձակալել եմ, հենց առաջ օրից եմ ասում, որ այդ տունը ես վարձակալել եմ։ Բայց մենակ ես չեմ ասում, որ Խաչատուր Հոկոբելյանը այդ տանը չի եղել։ Նաև ասում է դրա մասին ասում է ԴՆԹ հետազոտության արդյունքները, որտեղ մատնահետք է Գրիշա Հոկոբելյանը, եթե դեցորեն մնացած ուներ, մի հատ չնչին ինչ-որ մատնահետք կլինի։ Դրա մասին նաև ոչ միայն ԴՆԹ-ն ասում, այլ նաև Գրիշա Հոկոբելյանի տված ցուցմունքն ասում։ Երբ որ ինքը հատակագիծ է ներկայացրել օգոստոսի 3-ին իրան առևանգումից հետ բերելուց ինքը հետ բերելուց հաջորդ օրը երբ որ ներկայացնում է, թե ինչ տան հատակագծով պայմանավորված տունը եղել յուրատունը, ինքը այլ հատակագիծ է ներկայացրել։ Իսկ ճիշտ հատակագիծը ներկայացրել այն ժամանակ, երբ որ իրան տարել են այդ յուրատանը խուզարկության մասնակցել։ Այդ մասնակցելուց 2 ամիս հետո այդ մարդը տվել է նկար ցուցմունք։ Այդ ցուցմունքում արդեն հստակ նշել է, որ այս տունը SS հատակագծեր ունի։ Քննիչն ասում է, Խաչատուր Հոկոբելյանը պարզել են, որ նամակներ ասած։ Ինչով են պարզել։ Մինչև այսօր մենք էլ ենք ուզում պարզենք, թե Խաչատուր Հոկոբելյանը նամակ ստացել է, թե չէ։
Եթե քրեական գործում արկա փաստաթղթերի հիման վրա ասում, քրեական գործում արկա փաստաթղթերով նման բան հանգամանք չկա, որ բացվածելու։ Կա ընդամենը թղթի կտոր, որտեղ գրած է, որ ինչ համարից է եկել այդ նամակները։ Թե ով է ստացող այդ նամակների, մինչև այսօր անհայտ է, ոչ ոք չգիտի։ Քննիչն ասում, Խաչատուր Քոքոբելյանն է ստացել, եկեք Խաչատուր Քոքոբելյանն ասում, ես եմ ստացել։ Դրանից ավել ոչ մի բան չունի։ Ասում օգոստոս հուլիսի 29-ի դեպքից առևանգումից իդեքոր հետո քննիչն հարց տալիս։ Հասկացել են, որ պապին չի կորել, այլ առևանգ է, երբ նամակ են ստացել։ Վաչիկ Քոքոբելյանը երբ որ ըստ ցուցմունք էր տալիս, ասում էր ես 2 ժամ հետո իմացա, որ հորս առևանգել է։ Մեր այն հարցմանը, որ որտեղից իմացա, որ հետ չի կորել, տեսան գրող ձեր տան տեսած գրող սարքերը հետ չես տվել նայես տենած առևանգում են դեպա թե չէ։ Որտեղ պարզեցի, որ հորդ առևանգել է, պատասխանում է, որ հերս եթե 100 կիլոմետր հեռավորության վրա չի մեռել, ուրեմն առևանգել է։ Ես այդ ձև եմ մտածել։ Ավտոնան դեր, ասում է, դրա համար ասում տեսած այնագոր սարքը հետ չտվեցի, հասկանալով, որ հորս առևանգել է։ Քննիչները այսօր ասում 3 օր հետո ասում երբ որ նամակ ենք ստացել, Խաչատուր Քոքոբելյանը այդ ժամանակ հասկացել են, որ չի կորել, այլ առևանգել է։ Ասում եմ, քննիչը հարց է տալի, ասում եմ, Քոքոբելյանի դիմել եք, որ ասեք, որ ես այդ դեպքի հետ կապ չունեմ։ Նման հարցադրում ասենք absurd է, էլի քննիչ կողմից։ Դրա փոխարեն որ հարց տար ասել, ինչ հարցով ես դիմել քննիչն, հավանաբար քննիչը այդ բանը վկան իր ուզած ձևի պատասխանել, ոչ թե քննիչ։ Հետո զարմանալ էր, եթե գումարը կա Խաչատուր Քոքոբելյանի հետ կապի մեջ են, իրան որոշել են, որ գումարը հետ ուղարկեն։ Ասենք, այսօր իրանց պահանջը ինչ է։ Եթե գումարը հետ են ստացել, փող են ուզում աշխատեն։ Իսկ եթե տենց գումար չկա, ասենք, կեղծարարությամբ են զբաղված, թող աշխատություն ունենանք, յամ ներկայանում ասեն իրականություն ինչ է։ Այդքան ես եթե հանրային վերադրող արժանահավատ, պատասխանի արժանահավատ համարը թե չէ, ես այն բան կասեմ, եթե չի համարում արժանահավատ, ոչ արժանահավատ համարում, այդել այլ հարցության այլ տեսանկյունից գնանք ես հարցին, բայց այն որ հարցման տալու իրավունք ունեմ ես խնդրում եմ դատարանին թողապահովի իմաստալու իրավունքից, հենց հարցադրումների միջոցով դատարանը հետո հասկանալ, որ ըստեղ շատ լուրջ կապեր կան Քոքոբելյանների ու ՍՎԿ-ի մեջ ու իրան պարտավոր էին վարույթի մասնակիցների հետ առնչություն չունենային, կապ չունենային, բայց լավ է պայմանավորվել են այսօր, որ այս ցուցմունքով այս ցուցմունքներ հատկապես եղել այն ժամանակ, երբ որ արդեն ես 2 տարի նստած եմ։ Այդ հանգամանքն են հաշվի առնում, որ այս ցուցմունքը ծնվել է, երբ որ ես 2 տարի քաղաքի մեջ եմ։ Այդքան